Ինչ է առաջարկում երիտասարդներին Հայաստան դաշինքը։ Ողջույն։ Ոտքի վրա հաղորդման հերթական թողարկմանը զրուցելու ենք դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հետ։ Տիկին Գրիգորյան, ինչ է կանում երիտասարդ ընտրողներին ձեր կողմ գրավելու համար։ Նախ բազմաթիվ ծրագրեր ունենք երիտասարդների համար, որոնցից հավանաբար ամենաառաջինը կառանձնացնեմ անվճար կրթության հնարավորությունը։ Այսօր ես գիտեմ, որ բազմաթիվ ընտանիքներին վերաբերելի հարց է, եւ երիտասարդներն ուզում են սովորել պետական համալսարաններում, բայց ֆինանսական բեռի պատճառով չեն կարողանում ընդունվել եւ սովորել, եւ մեր հիմնական առաջարկներից մեկը երիտասարդությանը անվճար կրթությունն է պետական բուհերով։ Իսկ մեր բյուջեն պատրաստ է դրան։ Եվ մենք սա վստահաբար անել ենք, այո։ Հիմա տարբեր բաժիններում իհարկե ոչ ամբողջությամբ սահմանափակ կա այդ անվճար կրթության հնարավորությունը, դեպատակային ուսուցման ծրագրով եւ այլն, բայց ուսանողները միևնույն է խնդրի առաջ են։ Օրինակ, մարզաբնակ ուսանողները պիտի գան Երևանում ապրեն, տրանսպորտի գումար տան, կոմունալ ծառայությունների վճարեն։ Ինչպես եք պատրաստում այդ հարցը լուծել։ Լավ, կրթությունը անվճար է, ինչպես ապրի։ Ես հենց հատկապես դա նկատի ունենալով էի ասում, ի վերջո ես էլ մարզից եկած ուսանող եմ, տեղյակ եմ այդ բոլոր դժվարություններին, որոնց առերեսվում են հատկապես մարզաբնակ մեր երիտասարդները։ Այո, տան վարձերը աննախադեպ թանկացել են Երևանում, տրանսպորտը թանկացել է, բոլոր ամեն ինչի գինը բարձրացել է։ Հետևաբար կառավարությունը գոնե իր վրա պետք է վերցնի ֆինանսական բեռը ուսման վճարի, այսինքն գոնե դրանով պետք է սուբսիդավորվի, որպեսզի ուսանողը հանգիստ գնա եւ իր կրթությունը ստանա։ Այդ մեկը կառավարությունը պարմաբուր է իրականացնել։ Ինչպես եք պատրաստում մարզային կյանքի ակտիվացումը կազմակերպել։ Տեսեք, դա բազմաշերտ հարցեր են։ Այս վերջերս մենք ամենահաճախակի լսող խնդիրը, որի մասին բարձրաձայնում են հատկապես մարզաբնակ մեր հայրենակիցներն այն է, որ բազմաթիվ դպրոցներ առաջիկայում փակվելու են։ Եվ հատկապես խնդրահարույց է, երբ սահմանամերձ բնակավայրերում են այդ դպրոցները փակվում։ Իրականում կառավարությունն այսօր մի քանի հատվածներում նոր դպրոցներ է կառուցում, բայց դրա հաշվին մնացած դպրոցները փակվում են, եւ դա իսկապես սահմանամերձ բնակավայրերի համար լուրջ մարտահրավեր է լինելու։ Մենք ասում ենք նոր դպրոց կառուցելիս չի նշանակում, որ դու պետքա հինը փակենք, այսինքն պահպանելու ենք այդ դպրոցները։ Մենք հետաքրքիր ծրագիր ունենք հատկապես էլի սահմանամերձ բնակավայրերի համար, մասնավորապես, որ 60,000 դրամ պետք է ստանա նոր ծնված երեխան սահմանամերձ բնակավայրում, մինչև չափահաս դառնալը։ Մինչև չափահաս դառնալը 60,000 դրամ յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար, որովհետև ամսական, որովհետև շատ մեծ մարտահրավեր է հիմա սահմանամերձ բնակավայրերում, մարդաթափվում են եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր գյուղերը շարունակեն ապրել մարգավաճել, որովհետև երկիրը սկսվում է սահմանամերձ բնակավայրից եւ այդ առումով մենք մեծ աշխատանք ունենք։ Նմանատիպ ծրագրեր իրականում հիմա էլ կան, իհարկե ոչ մինչև չափահաս, եթե չեմ սխալվում, բայց մինչև որոշակի տարիք պետությունը գումար հատկացնում է ընտանիքին։ Չէ, զուտ սահմանամերձով պայմանավորված չի, դա տեսեք, պատերազմից հետո բազմաթիվ գյուղեր դարձան սահմանամերձ։ Մինչև այդ մենք այդ խնդիրը չենք ունեցել։ Օրինակ Սյունիքում մի շարք գյուղեր դարձան սահմանամերձ, որ առաջ չէին, եւ այնտեղ կոմունալ վճարների հետ կապված լրացուցիչ արտոնություններ տրվեցին, ինչը շատ լավ է, որ արվեց։ Հիմա մենք առաջարկում ենք լրացուցիչ արտոնություններ, հատկապես ծնելիությունը, քանի որ բավականին իջել է, օրինակ մենակ Սյունիքից վերջին տարիներին 20,000 մարդ դուրս է եկել։ Սա չի կարող մտահոգիչ չլինել մեզ համար, հետեւաբար պետք է ամբողջությամբ կենտրոնացվածությունը նաև մարզերի վրա պահել, ու ես շատ ցավում եմ, որ գնալով մեր երկիրը դառնում է քաղաք-պետություն։ Ամեն ինչ կենտրոնացված է Երևանում։ Այո, ենթակառուցվածքների առումով նաև պետք է որոշակի հիմնական ինֆրաստրուկտուրաներ, նաև կառավարության ինչ-որ մասեր տեղափոխվեն մարզեր, որպեսզի որոշակի ակտիվանա նաև այնտեղ կյանքը ակտիվանա, նաև մարզերում։ Հիմա բուհական կյանքը մայրաքաղաքից փորձում են տանել դեպի այլ վայր, ակադեմիական քաղաք, որտեղ կլինի ակադեմիական միջավայր եւ իշխանությունների կարծիքով ավելի մեծ հնարավորություններ կունենան ուսանողներն իրենց պոտենցիալը իրացնելու։ Դուք շարունակելու եք ակադեմիական քաղաքի ծրագիրը։ Նախ դա ձախողված պրոյեկտ է արդեն։ Շատ խոշոր գումարներ արդեն իմ կարծիքով վատնված են, որովհետև անընդհատ կառավարությունը հետաձգում է յուրաքանչյուր փուլ իրականացնելիս կառավարության
նիստում հետաձգվում է այդ պրոյեկտի իրականացումը եւ ես չեմ տեսնում, որ դա էֆեկտիվ է, արդյունավետ ծրագիր է, որովհետեւ Երևանը ինքնին կառուցված է հետակազմական քաղաքի տրամաբանությամբ։ Եթե տեսնում եք Երևանի կենտրոնում համալսարանները այնպես են տեղակայված, որպեսզի ուսանողությունը բավականին ակտիվ կյանքով ապրի եւ հետո չկա այդ կոմունիկացիան, նկատի ունեմ օրինակ ուսանողների եւ դասախոսների համար բավականին բարդ կլինի ամեն օր դեպի աշտարակ գնալ, վերադառնալ, իսկապես դա չստացված պրոյեկտ է եւ այդքան գումարներ այդտեղ մսխելի փոխարեն նաեւ կարելի է եւ դասախոսների աշխատավարձը բարձրացնել եւ ուսանողների վճարը ուղղակի փոխհատուցել։ Բայց այստեղ քանի որ խոսեցինք համալսարանների մասին, մի կարևոր դիտարկում եւս ուզում եմ անել։ Դուք գիտեք, որ օրենքի նոր կարգավորմամբ մինչեւ 5000 ուսանող ունեցող մասնաճյուղերը նաև պահպանվում են, իսկ 5000-ից մինչև 5000 ունեցող մասնաճյուղերը փակվում են տարբեր մարզերին։ Սա եւս վտանգավոր է, որովհետեւ դա նշանակում է, որ մարզային ուսանողությունը ուղղակի գոյություն չպիտի ունենա։ Դա եւ Սյունիքում է, եւ Լոռիում է, եւ Շիրակում է, տարբեր մարզերում։ Բայց մարզերում, երբ որ հաճախ այս թեմային անդրադառնում են, պարզվում է, որ կադրային քաղաքականության վարելու խնդիր կա, այսինքն չկան դասախոսներ հաստիկները լրացնելու համար։ Չկան բավարար ուսանողներ, որ կոպիտ ասած ծախսը փակեն համալսարանի։ Այսինքն ինչ է նշանակում, որ այդ նույն ձև նաև դպրոցների հարցն է, այսինքն փոխանակ մենք խնդիրը այնպես լուծենք, որ եւ կադրային բազան ավելացնենք եւ դեմոգրաֆիական խնդիրը լուծենք, այդ խնդիրները լուծելու փոխարեն մենք մտածում ենք, որ պետքա փակենք, դպրոցը փակեցինք, համալսարանը փակեցինք, բա մարզում ուսանողությանը, երիտասարդությանը ոնց պահես։ Ինչպես մասնագետներին տանել մարզը։ Բոլորով տեղափոխվենք Երևան եւ դա այդ հարցը պետքա կարգավորել, այո, պետքա ինչպես դասախոսների մասով, այնպես էլ բժիշկների մասով հատուկ ընթացակարգեր են պետք, հատուկ արտոնություններ են պետք այն բժիշկների, նաև այն դասախոսների համար, ովքեր պետքա գնան մարզում աշխատելու։ Այդ բոլորը շատ տրամաբանական նորմալ կարգավորումներ են, որոնք հանգիստ կարելի է իրականացնել։ Այո, օրինակ այդ ոլորտում այդ խնդիրները լուծելու համար ձեր իշխանության գալու դեպքում առաջին 3 քայլերը որ կանեք։ Նախ սկսված process-ները ուղղակի պետքա կասեցնել։ Դպրոցների փակումը, համալսարանի մասնաճյուղերի փակումը, իսկապես այդ գործընթացը պետքա կասեցվի ու եկեք մի հատ պատկերացնենք, իշխանությունը միլիարդավոր դրամների պարգևավճար է տալիս կառավարության անդամներին, բայց մտածում է, որ մի դպրոցի համար տրվող գումարը սահմանամերձ դպրոցում ինքը պետքա խնայի, դա ճիշտ մոտեցում չի, հետևաբար այդ ծրագիրը պետքա կասեցվի։ Ժողովրդագրական պատկերը լրջորեն պետքա փոխվի եւ դրա համար մենք երիտասարդ ընտանիքների համար բազմաթիվ ծրագրեր նախատեսել ենք։ Այսինքն ժողովրդագրական պատկերն ենք փոխում եւ իսկապես կադրային քաղաքականությունը դուք իրավացիորեն նշեցիք, բավականին լուրջ հարց է, բայց դրանով եւս պետք է զբաղվել եւ որոշակի արտոնություններ տալ այն ուսուցիչներին, այն դասախոսներին, որոնք պետք է գնան մարզերում կամ սահմանամերձ բնակավայրերում աշխատելու, որտեղ այսօր ես քանի որ տվյալ ոլորտից եմ բավականին լավ տեղյակ եմ, ենթադրենք մի ուսուցիչ կարող է միանգամից մի քանի առարկա դասավանդել, օրինակ ֆիզիկայի, քիմիայի եւ մեկ այլ առարկա միաժամանակ նույն մարդն է դասավանդում ու իսկապես շատ լուրջ խնդիրներ են առաջացնում։ Խոսեցիք երիտասարդ ընտանիքների մասին, ունեք երիտասարդ ընտանիքների համար բնականon ձեռք բերելուն աջակցմանը միտված ծրագրեր։ Այո, ունենք, դուք գիտեք, որ արդեն այս տարվանից թե նախորդ տարվանից եկամտահարկի վերադարձի մասին օրենքը արդեն չեղարկվել է Երևանում եւ շուտով կլինի նաեւ թե չեղարկվի նաեւ մարզերում։ Մենք առաջարկում ենք վերադարձնել այդ օրենքի նախագիծը, որովհետեւ բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ ձևավորվելիս իրենց համար շատ կարեւոր է բնակարանի առկայությունը եւ եկամտահարկի վերադարձի օրենքը էատանորեն նպաստում էր նման բնակարանների ձեռքբերման համար։ Հետևաբար մենք վերադարձնում ենք այդ։ Խոսում ենք ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին, որոնք նախ մեծ ժամանակ են պահանջում եւ մեծ ֆինանսական ռեսուրս։ Ինչպես է Հայաստանի բյուջեն կարողանալու փակել այդ ծախսերը, ինչպես է կարողանալու ծրագրերն իրականացնել, ինչ միջոցներով։ Այն միջոցներով, որոնք այսօր մսխվում են, ցավալիորեն դուք գիտեք տարբեր հիմնադրամներին գնացող գումարները, որ ուղղակի հոդս են ցնդեցվել, ինչպես օրինակ Անիֆով 25 միլիարդ է կոշիացել, բայց նաև իսկապես արդյունաբերական տնտեսություն ձևավորելով եւ լուրջ ներդրումներ իրականացնելով քո ինֆրաստրուկտուրաների մեջ։ Ես շատ ցավում եմ, որ այս տարիներին 8 տարվա ընթացքում մեր պետական պարտքը աճել է 8 միլիարդով։ Մինչդեռ 8 միլիարդ պետական պարտք ներգրավվելիս լրջորեն կարելի է տնտեսության բազմաթիվ ճյուղեր զարգացնել, որ այս տարիներին չի իրականացել, բայց ինչպես դա պետք է անենք տնտեսության զարգացման։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ իրականացվում է ճիշտ հակառակը ԵԱՏՄ շուկայի հետ։ Այդ բախումները տեսնում ենք, որ կարևցես
Տեսնում եք, թե ինչպիսի սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանը ԵԱՏՄ կարգավորումների համաձայն մեր ծաղիկ միրգը բանջարեղենի, որի գրեթե 90%, 80-90% գնում է դեպի Ռուսաստան, հիմա կասեցվել է։ Այդ տնտեսությանը նման հարվածներ չտալով նոր ներդրումներ իրականացնելով տնտեսության մեջ մենք հնարավորություն կստեղծենք, որպեսզի այդ մնացած սոցիալական ծրագրերն իրականացվեն։ Բայց այնուամենայնիվ հենան աճում է Հայաստանի, դա տնտեսության աճի մասին չի խոսում։ Դա հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված էր, բոլորս էլ հասկանում ենք, հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, այսինքն այդ պատերազմի բերումով ստեղծված որոշակի պատուհան կար, որից օգտվել են տնտեսվարողները, ինչը շատ լավ է, որպեսզի պատկերացնեք, այսօր թիվ 1 հարկատուն այսօր մոբայլ սենթերն է, այսինքն այնպես չէ, որ Հայաստանը հեռախոս արտադրող պետություն է, բայց մոբայլ սենթերը տեխնիկայի այդ խանութը դարձել է մեր թիվ 1 հարկատուն, ինչը նշանակում է, որ եզակի հնարավորություններ ստեղծվել ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Դուք գործող խորհրդարանում պատգամավոր եք, ձեր խմբակցությունը ինչ օրինագծեր են ընդունել երիտասարդների համար։ Հենց երիտասարդների համար, արեմ ցած, հենց երիտասարդների համար այս պայն ուզում եմ հիշել բազմաթիվ գիտեք ընդհանրապես ոնց էր ընդդիմության համար բավականին բարձր օրենքի նախագծեր անցկացնել խորհրդարանը, որովհետև հիմնականում որն է 98% դեպքերում ուղղակի չեզոքացում էր գործող իշխանությունների կողմից։ Լավն էր լինում։ Այո, անգամ եթե լավն էր լինում, ձեզ համար որքան էլ տարօրինակ չընչի, օրինակ գույքահարկի մասին օրենքը, որ հիմա բավականին լուրջ խնդիրներ է ստեղծել մեր հայրենակիցների համար, իսկ մենք էլ նաև առաջարկում ենք, որ 26 թվականի բարձրացումը չեղարկվի, իսկ 25 թվականի արդեն բարձրացվածը 50%-ով նվազեցվի։ Մենք մեր օրենքի նախագիծը տարել էինք խորհրդարան, առաջարկելով այդ կարգավորումները եւ մերժվել էր։ Բայց ակնհայտ է, որ մեր քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ ունեն գույքահարկի բարձրացման մասով, թոշակների բարձրացման մասով, այնքան տարբեր նախագծեր ենք տարել, որոնք էականորեն կարող են փոխել մեր հայրենակիցների կյանքը, բայց դա բնականաբար չի ընդունվել զուտ, որովհետև այս պոլարիզացիան կա իշխանություն ընդդիմություն փոխհարաբերություններով պայմանավորված։ Ամփոփելով, ինչու երիտասարդներն ընտրեն Հայաստան դաշինքին։ Հայաստան դաշինքը իսկապես ուզում է ունենալ անվտանգ եւ մրցունակ պետություն, ժամանակակից պետություն, որակյալ կրթական համակարգով, անվճար բարձրագույն կրթության հնարավորությամբ, բայց նաեւ այս բոլոր սոցիալական տնտեսական ծրագրերի հետ մեկտեղ մենք նաեւ ասում ենք, որ անչափ կարեւոր է երիտասարդի համար, ոչ երիտասարդի համար ճանաչել սեփական ինքնությունը, պաշտպանել սեփական ինքնությունը։ Ու անկախ տարիքից Արարատի դեմ քարոզը, Արարատի դեմ պատերազմը ուղղակի չի կարող ընդունելի լինել։ Եվ սեփական ինքնությունը պաշտպանելով մենք կդառնանք նաև ավելի մրցունակ, ավելի անվտանգ եւ ավելի զարգացած եւ երիտասարդները առաջիկա ընտրություններին ուղղակի 5 րոպե տրամադրեն, որպեսզի 5 տարվա իրենց կյանքը ապահովագրեն, որպեսզի առաջիկա 5 տարիներին մենք չունենանք այն ցնցումները, այն քաոսը, որ մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում, թե սահմաններին, թե եկեղեցու նկատմամբ, թե խորհրդանիշների նկատմամբ, թե սահմանադրության նկատմամբ։ Հետևաբար ընդամենը 5 րոպե եւ մեր սիրելի երիտասարդները առաջիկա 5 տարիներին կունենան ավելի անվտանգ, մրցունակ, զարգացած ժամանակակից պետություն։ Շնորհակալություն։ Զրուցում ենք Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հետ, իսկ դուք միացեք մեր YouTube-յան ալիքին հաղորդման մյուս մասերը բաց չթողնելու համար։